Մեր օրերում տեղեկացված լինելը ոչ միայն կարևոր է, այլ պարտադիր։ Իսկ տեղեկացված լինելու կարևորագույն միջոցներից մեկը եղել եւ շարունակում է մնալ հեռուստատեսությունը։ Բարի կեսօր, ես Անի Դաշյանն եմ, հայկական երաժշտական հեռուստալիքի ուղիղ եթերում ռեյթինգով կեսօրն է։ Այսօր նոյեմբերի 21-ն է, հեռուստատեսության համաշխարհային օրը, ինչի առիթով շնորհավորում եմ գոլեգաներից եւ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են հեռուստատեսության ոլորտում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրը հաղորդավար, հեռուստամեկնաբան եւ ռեժիսոր Կարեն Քոչարյանն է։ Սիրով ողջունում հյուրիս մի փոքր տեսահոլովակ, այսպես հոլովակ դիտելուց հետո առաջարկում եմ դիտել հոլովակը, որից հետո կվերադառնանք եւ կսկսենք մեր զրույցը։ La 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 Du ծաղիկ ես, ույրով ես հարուստ Դու արև ես, լույսով ես հարուստ Իմ սրտի մեջ ուրն ես առաջին սիրով Իմ երազն է, երազ, Իմ սրտի մեջ ուրն ես առաջին սիրով Իմ երազն է, երազ, La 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 Անցնում են օրեր ու հեռանում La 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 Ձեր սերը երբեք չի ձերանում Դու և մոտ ես և անչափ հեռու Դու իմ բախտն ես և իմ ցավն ես դու Արծաթվել են իմ մազերը կարոտից Ինչպես լույսը աստղի շողերից Արծաթվել են իմ մազերը կարոտից Ինչպես լույսը աստղի շողերից La 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 Անցնում են օրեր ու հեռանում La 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 Մեր սերը երբեք չի ձերանում Նայում եմ քո բարի աչքերին Ու դառնում եմ նորից հոգերին Արցունքները գոհարներ են ու լույսեր Ամեն արցունք սեր է, այրոք սեր Արցունքները գոհարներ են ու լույսեր Ամեն արցունք սեր է Այրոք սեր La 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 Անցնում են օրեր ու հեռանում La 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 Մեր սերը երբեք չի ձերանում Խոսրով Վարդանյան
Անցնում են օրեր ու հեռանում La 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 Մեր սերը երբեք չի ծերանում Մեր սերը երբեք չի ծերանում Մեր սերը երբեք չի ծերանում Շնորհակալություն մեր մեծ վարպետին այս հրաշալի խոսքերի համար, շնորհակալություն մայեստրո Կոնստանտին Օրբելյանին այս փայլուն երաժշտության համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կատարել են այս երգերը, իսկ առաջինը երգը կատարել է Գյորգի Մինասյանը, չնայած ասեմ, որ երգը սկզբում գրվել է Վախթանգ Կիկաբիձեի համար։ Եվ շնորհակալություն պարոն Կարեն Քոչարյանին։ Այ հենց ես էի ուզում ասեմ, որ գուցե այս ճանապարհով էլ գնաս շարունակես, էլի մասնագիտությունը էլի պետք է գա։ Կեցես, շնորհակալություն, մայեստրո ջան, այսօր շատ երգիչներ հաղորդումներ են վարում, միգուցե մենք էլ փորձենք երգել։ Ռեյտինգով կեսօրն է հայկական երաժշտական հեռուստաալիքի ուղիղ եթերում, ինչպես արդեն տեղեկացրել եմ այսօր իմ հյուրը հաղորդավար, ռեժիսոր եւ հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանն է։ Բարի կեսօր։ Բարի կեսօր, Անի։ Շնորհակալություն հրավիրելու համար եւ շնորհավորում եմ ձեզ այսօրվա առիթով։ Շնորհակալություն, ես էլ ձեզ եմ շնորհավորում եւ բոլոր իմ գործընկերներին։ Շնորհակալություն։ Հեռուստադիտողների շատերի համար անակնկալ էր, փաստորեն դուք նաեւ երգում եք։ Դե ինչ որ փորձեր անում եմ, ինչպես վերջում ասացի, շատ հաղորդավարներ այսօր երկիշներ հաղորդումներ են վարում, մենք էլ փորձենք երգել, սա հատված է Լուդվիգ Դուրյանի ծննդյան 81-ին հրաշալի երեկոյից, որը կազմակերպեց Եղոյան Production ընկերությունը եւ վարում էի հենց Լուդվիգ Դուրյանի թորնու հետ միասին, որը վերջում ինձ ծաղիկներ մատուցեց եւ ասեմ, որ իրոք շատ գեղեցիկ երեկո ստացվեց եւ այս երգը ես կատարեցի մեծն Կոնստանտին Օրբելյանի օրհնությամբ։ Ահա։ Եվ թույլտվությամբ, ամեն մեկին թույլ չի տալիս իր երգերը կատարել։ Եվ ինձ համար մեծ պարտություն էր իհարկե, որ ինձ նվագակցում էր հրաշալի կոլեկտիվը, հեռուստատեսության եւ ռադիոէստրադային սիմֆոնիկ նվագախումբը եւ դիրիժորներ մայեստրո Մարտին Վարդազարյանը։ Եվ շատ գոհ հասակակից։ Իսկապես կարծեմ հեռուստադիտողները համաձայնեցին, որ ձեզ մոտ շատ լավ ստացվում է նաև երգելը, ինչի ոչ կարելի է նաև ժամանակ առ ժամանակ իմպրովիզ անել։ Շնորհակալություն, փորձում եմ։ Հիմա արդեն վերադառնանք հեռուստատեսությանը, հետաքրքիր է իմանալ այսօր ինտերնետով հագեցած 21-րդ դարում որքանով է հեռուստատեսությունը կարողանում պահել իր կարևորությունը ըստ ձեզ։ Անջան, այս պահին ես հիշեցի մի հրաշալի ֆիլմ Մոսկվա слезам не верит։ Այդ ֆիլմը, որտեղ հերոսներից մեկը, հեռուստաօպերատորը ասում է, որ ամեն ինչ կվերանա, թատրոնը կվերանա, գրքերը կվերանան, կլինի միայն հեռուստատեսությունը։ Ես համամիտ չէ, որ թատրոնը, կինոն, գրքերը այդ ամենը կվերանա, կմնա հեռուստատեսությունը։ Ես կարծում եմ դրանց կողքին կմնա եւ հեռուստատեսությունը, եւ թատրոնը, եւ կինոն, հեռուստատեսությունը կմնա, միշտ կլինի, դրա կարիքը կլինի, ինչքան էլ ինտերնետ լինի, ինտերնետը չի վերացնի, ես համոզված եմ հեռուստատեսությունը, չնայած այսօր շատ ֆիլմեր, շատ նույնիսկ հաղորդումներ փորձում են դիտել, դա գալիս է ոչ թե նրանից, որ ինտերնետով են դիտում, այլ դրանից, որ պարզապես ժամանակը չի երիքում, այնքան ալիքներ կան այսօր, որ հնարավոր չէ բոլորը դիտել, ստիպված մարդիկ որոշ հաղորդումներ, որոշ մասին նախընտրությամբ դիտում են արդեն ինտերնետով։ Դա լավ է, որ հեռուստատեսությունը նաև կա այսօր ինտերնետում։ Եվ բացի այդ կան ալիքներ, որոնք ցավոք այսօր չեն հեռարձակվում արտերկրներ, իսկ մեր հայրենակիցները այսօր ամբողջ աշխարհով սփռված են եւ ցանկություն են դիտելու շատ հեռուստահաղորդումներ հայկական, դե ինտերնետի շնորհիվ կարողանում են գոնե դիտել։ Իրենց կարոտն առնել։ Այո, կարոտն առնել։